Վերջապես ես հիմա կասեն Սուրբ Ծննդի մասին է արդեն համարյա մի ամիս անցել է, հա։ Դե Այո, դևեր չէ կարաս հալածես։ այո, Դա դիվահար չեմ հանդիպել, որ հալածեմ, հա։ Անպայման չեն մեկը գա հո գորան գնի գեդին թփրտա բանանի, չէ։ Ուրիշ հայսուր Տեր հայր եպիսկոպոս գա ինչ որ բան խոսա։ Տեր հայրին ինչքան փող տանք արևին երազ ես մկո երազած տղեն չես էլ չամիչով փլաֆանեմ թե առանց չամիչի քանի հատ չամիչ գցեմ օծերի եւ կարիճների մարդիկ կա տեսնում են ասում են հրաշք տեղ ունեցավ օրհնության ժամանակ երկնքից աղավնին իջավ Սատանան ինչ արեց Ադամին գերի վերցրեց կաչած աղջիկը գյուղից գնաց գյուղը բայց մեջը մնաց տենց էլ սրանք Եգիպտոսից հելան բայց Եգիպտոս իրանց մեջ միշտ մնաց խոնարհներին իր շնորհն արտար ասում ուր պետք է բնակվեմ եթե ոչ խոնար այս սրտերի մեջ մա ճաշակեցեք եւ տեսեք ինչ քաղցր է Տերը Աստված օգնական Հայր Սուրբ ջան։ Աստված պահապան Արտուր Ինչպե՞ս եք Հայր Սուրբ ջան։ Փարկասու Շնորհակալ եմ Հայր հոգնած բայց Սուրբ։ բայց Գիտեմ, վերջապես ես հիմա կասեն Սուրբ Ծննդի մասին է արդեն համարյա մի ամիս անցել է, հա։ Նոր ենք խոսում Սուրբ Ծննդի մասին, հա, երևի, բայց միչև որոշեցինք մենք այսպես անդրադարձանք, որ 40 օր հետո դյարընթառաջն է, դրա համար Սուրբ Ծննդյան տոների մեջ ենք, չէ՞, տենց այո, խոսեցինք, իհարկե։ որոշեցինք։ Ամել ձեզ մոտ Երուսաղեմում եւ Բեթլեհեմում Սուրբ Ծնունդը նշել եք անցած Կիրակի օրը, հունվարի 19-ին, 18-19, այո։ 18-19-ն, հենց Այս որ երկու շաբթ էլ անվանակոչություններ։ հենց որ ճիշտ ժամանակին էլ զրուցելու ենք դրա մասին։ Հայր Սուրբ ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, քանի որ գիտեմ շատ զբաղված էիք այս ծննդյան տոների առթիվ ու ճիշտն ասած ժամանակ էլ չունեիք ոչ մի ձև նկարահանելու, բայց ժամանակ գտաք, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք։ Ես գիտեմ, որ շատ հոգնած եք։ Լավ է, Փառք լավ։ Տիրոջի, այո, կարողացանք հանդիպենք այսօր։ Ինչի եմ ես ուզում, որպեսզի խոսենք Սուրբ Ծննդյան մասին, ես չեմ ուզում, որպեսզի միայն խոսենք Սուրբ Ծննդյան մասին, թե ինչու ենք տոնում ու ոնց ենք տոնում, դա էլ կխոսենք դրա մասին էլ, բայց ես կուզենայի, որպեսզի մի քիչ ավելի խորիմաստ եւ քրիստոսաբանությամբ բացատրեիք Քրիստոսի ծննդյան իմաստը։ Բայց սկսենք առաջի հարցից, թե ինչու է մեր եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնը նշում հենց հունվարի 6-ին։ Հունվարի 6-ին մենակ մենք չէինք նշում, բոլոր քրիստոնյա աշխարհը այդպես էր նշում, ըստ Տիառն եղբայր Հակոբոսի ավանդության։ Բնական է հունվարի 6-ը, գիտեք, ճիշտն ասած հրեական օրացույցով, տոնացույցով չեմ հիշում այդ ինչ օր էր, ամիսը։ Իրանց մոտ այդ ժամանակ այդ օրներ, այդ ամիսներ, որը երբ որ փոխարինում ես հուլիանական օրացույցով կամ որ այսօր Գրեգորյան օրացույցն է, հունվարի 6-ն էր ընկնում։ Դրա համար իսկ 4-րդ դարից քրիստոնյաները, ավելի կարող է 3-րդ դարից Երուսաղեմի Սուրբ Երկրի քրիստոնյաները խնդիր ունեցան, որտեղ ուզում էին իրենք համ ծնունդը նշեին Բեթխեհեմում եւ մյուս կողմից էլ Տիրոջ հայտնությունը, որը նաև մկրտությունը, այսպես ասենք, Հորդանան գետում։ Իրարից հեռու էր, այսինքն դժվարություն կար միաժամանակ համ Բեթխեհեմում նշեին, հետո գնային Հորդանան գետ։ Դրա համար որոշեցին որոշ, այսինքն քրիստոնյաներ ավելի հունական կողմի, այսինքն հավատացյալներ, եկեղեցիները, որ ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնեն, իսկ հունվարի 6-ին էլ տոնեն բանի տոն, այսինքն մկրտության, բայց դա ավելի եկավ ճիշտն ասած արևմուտքից, դա իրանց քաջալերեց, որտեվ դրանից առաջ արևմուտքում քրիստոնյա
ազգերը Եվրոպայում, այսպես ասեմ, խնդիր էին ունենում, որտեվ ժողովուրդը կարծես թե քրիստոնյա էր դառը, բայց դեռ մեծ տոնախմբությամբ տոնում էր դեկտեմբերի 25-ը, որը արևի նոր ծնունդի խորհուրդը ուներ։ Այդ խորհուրդներ եւ ժողովրդը մեջ շքեղ, այսինքն տոնախմբության, կառնավալ եւ այլն, հա, դիմակահանդեսներով տոնում էին։ Ու եկեղեցին, որպեսզի այդ ժողովրդի մեջից հանի, ինչ անի, բերին ծնունդը դեկտեմբերի 25 դարձրեցին։ Եվ ընդունին, որ ծնունդը այդ ժամանակն է, որտեվ Արեգակը դա տերն է, Արեգակ արդարության, Մարիամ Աստվածածինը արևելքն է, որտեղից ծնվում է արևը եւ այլն, հա։ Դրա համար սրանով քաջալերված Պաղեստինում, Սուրբ Երկրում այստեղ էլ ասին, դե եթե այնտեղ արել են, մենք էլ փոխենք, որտեվ մենք էլ ուզում ենք նաեւ բանը տոնենք։ Համ Հորդանան գետ գնալ եւ Բեթխեմ։ Բայց հայ եկեղեցին մնաց հավատարիմ այդ ավանդությանը, իսկ 4-րդ դարից հետո, 5-րդ դարից հետո, երբ որ Քաղկեդոնը եկավ, Քաղկեդոնը դա հաստատեց եւ ավելի քրիստոսաբանական, աստվածաբանական իմաստ տվեց այդ ամեն ինչին։ Դե բնական է, փոխվելով ծնունդը, փոխվեց նաեւ ավետման տոնը, փոխվեց նաեւ 40-օրյա գալուստի, այդ փոխվեց անվանակոչության 8-րդ օրը։ Տենց դեկտեմբերի 25-ի հետ որ կապենք, անվանակոչությունը դարավ կարծեմ ամսի 2-ին հունվարի, 40-օրյա գալուստը Քրիստոսի, այդ էլ փետրվարի կարծեմ 2-ին է, 3-ին է, կարծեմ սենց մի բան էլի։ Հա, Իսկ ավետումը դարձրեցին մարտի 25-ին, այսինքն փոխեցին։ Բայց երբ որ դա Քաղկեդոնով հաստատվեց, ավելի բան եղավ, սկսեցին մեզի նեղություն տալ, որ դուք պետք է դուք էլ փոխեք, մենք էլ ասենք դե ոնց թե դուք շեղվել եք դավանանքի մեջ, մենք էլ սա չենք փոխի, էլի։ իրանք ճիշտն ասած հիմա հունվարի 6-ը տոնում են, բայց տոնում են որպես 3 մոգերի տոն, 3 թագավորների տոն։ Դա արդեն ընթացքում ինչ ա եղել, չեմ կարող ասել։ Դե որովհետև հոգու խորքում այդ երեք մոգերը մի բանը եկան այդ տեսան, իրանք ուզում են երևի ասեն մի շաբաթ հետո եկան հասան, էլի ծնունդից հետո եւ այդ բանն էլ կա էլի։ Դե ինչ որ այա։ Եվ գալով սրան տարիների ընթացքում մեզի շատ են պարտադրել, որ մենք ընդունենք հունվարի 6-ը, դա ինչ որ դառել էր sense աստվածաբանական մի հարց էին դարձրել։ Դե մերոնք էլ ասել են մենք հետևում ենք Տիառն եղբոր ավանդությանը, եկեղեցին ոնց հիմքը դրվել էր, Գրիգոր Լուսավորիչը ոնց էր ասել, մենք չենք փոխի։ Ու sense մնաց, ու այսօր հետաքրքիր ինչն է, որ ամբողջ աշխարհի մեջ քրիստոնյա մենակ մենք ենք, որ հունվարի 6-ին նշում եւ ծնունդը եւ հայտնությունը դա նաեւ մկրտության հետ կապված էլի այդ բանը։ Մնացածը բաժան են անում։ Ուրեմն գալով թե մենք Երուսաղեմ ինչու ենք հին տոմար 19 հունվարին անում, որովհետեւ միջև 16-րդ դար բոլոր քրիստոնյաները մի օրացույց էին գործածում, հուլիանական օրացույցը, որը հիմնել էր Հուլիանոս կայսրը Քրիստոսից առաջ 45 թվականներին։ Օրացույց էր հիմնել, հաշվարկել էր, ինքն էր թե տվել էր, որ հաշվարկեն եւ իր անունով էին կոչել։ Եվ 1580 թվականներին Հռոմի Պապ Գրիգոր անունով մի Հռոմի Պապ, որը նստում հաշվարկում ան այդ օրացույցը, տեսնում է, որ 10 օր այս հուլիանական օրացույցը հետանգ է։ Ու ինքը այդ վերջնական մի նոր օրացույց է հիմնում, որը իր անունով է հայտնի դառնում, Գրեգորյան օրացույց, չխառնեն Գրեգորյան երաժշտության հետ Գրեգորյան, հա, այդ օրացույցն է հաստատում եւ ինչ է անում։ Ինքը օրինակ այսօր 5 է, ամսի 1-ը։ Վաղը ուրբաթ պետք է լինի, ամսի 2-ը։ Ինքը նենց արեց, որ վաղը մենք արթնանում ենք ուրբաթ օրը, ամսի 11, 10 օր ավելացրեց։ Հասկացար, ու այն 10 օրվա տոները, եթե եղե եկեղեցական, ինչ որ բաներ, այդ տոները լրիվ ոնց որ ասում է, ասենք չենք անում, ամսի 11-ին ինչ տոն կա, այդ տոնն ենք տոնում։
Ու այդ ընթացքում եվրոպական երկրների 100 տարի, 20 տարի, հետո 50 տարի տարբեր եվրոպական երկրներ սկսում են անցնել այդ տոնացույցին, բայց մնացած արևելյան եկեղեցիները, դա հունական, հայերը եւ այլն, մնացին դեռ Գրեգորյան, հուլիանական օրացույցին հավատարիմ, այսպես ասած, եւ ուրեմն Երուսաղեմում կաթոլիկները բնականը անցել էին արդեն նոր տոմարով, Գրեգորյան տոմարով եւ հետաքրքիր ինչն է, որ այդ տոմարը տարիների ընթացքում օրերը ավելանում էր։ Այսինքն այսօրվա դրությամբ 13 օր է դառը, 10-ից 13 օր է դառը եւ 2100 թվականին 14 օր է լինելու տարբերությունը։ Այսինքն 14 օր շեղվելու։ Ուրեմն այստեղ Երուսաղեմ 1850 թվականներին եղավ բան հաստատվեց ստատուս կվո գոյատևման վիճակ, որը բոլոր սրբատեղիների պատկանելությունը, արարողակարգը եւ այլն հաստատեցին, գրանցեցին եւ ընդունեցին Օսմանական կայսրության օրոք եւ բոլոր պետությունները, որոնք ինչ-որ թեմաներ ունեին այս երկրի մեջ, սուրբ երկրի մեջ, ընդունեցին այդ ստատուս կվոն։ Ուրեմն 1920 թվականին սովետական Հայաստանի ժամանակ Հայաստանը անցնում է Գրեգորյան օրացույցի եւ եկեղեցին էլ է անցնում Հայաստանում Գրեգորյան օրացույցի, իսկ Երուսաղեմը, որտեղ այդ ստատուս կոյի կապված էր, մնում է հին տոմարի եւ միջև օրս մենք հին տոմարով ենք։ Այսինքն հիմա եթե 13 օր է, ուրեմն երբ որ Հայաստանում հունվարի 6-ն են տոնում, ծնունդը տիրոջ, բանում այստեղ դեկտեմբերի 24-ն է դեռ տակավին, հա, այսինքն դեռ մենք բան ենք, բայց որ այսօր սա աշխարհով ընդունված է Գրեգորյան օրացույց, վերցնենք հիմա որևէ օրացույց, ժամադրություն ենք, ասում ենք այսօրը պետք է հանդիպենք, բոլորս նայում ենք Գրեգորյան օրացույցի համար թիվերը, օրինակ ամսի 10-20 դա Գրեգորյան, բայց երբ որ բացում ենք մեր օրացույցը, Երուսաղեմի օրացույցը, մեր մեջը տեսնում ենք գրած է նոր տոմարի տակ այս ամսի քանիսն է, կողքը հին տոմարի ամսի քանիսն է։ Ուրեմն ամսի 19-ին աշխարհում բոլորը ամսի 19-ն է իրանց համար, մեր համար դեռ հունվարի 6-ն է։ Մի քիչ բարդ է Չէ, կառնողը։ բառ չի, բայց հունվարի 6-ին, այսինքն հունվարի 19-ին դուք Բեթլեհեմում տոնեցիք Մենք Սուրբ գնում ենք, Ծննդյան տոնը։ այո, դուք ձեր համար, այսինքն աշխարհի համար 19-19 է։ Բայց մենք, որովհետև ասում ենք, այո, ամսի 19-ն է, ես ժամադրություն ունեմ, բժիշկի եմ գնում ամսի 19-ին, օրինակ, հա, վերցնենք։ Բայց մեր օրացույցը բացում եմ, նայում եմ այսօր ամսի 6-ն է հունվարի։ Իսկ Սուրբ Մկրտությունը երբ եք անում։ Մենք նույն ժամանակ ենք անում, լինի ամբողջ հայ առաքելական եկեղեցին նույն օրն է անում ճրագալույցի պատարագին, այսինքն ամսի 5-ից 6-ը այստեղ 18-ից 19-ը արվում է ծննդյան ավետիցն է տրվում, հաջորդ օրը առավոտյան պատարագ ենք անում եւ ջուրորդնեկն արում, ինչպես բոլոր տեղ։ Ուղղակի մենք Բեթխեհեմում ենք ջուրորդնեք անում գիշերը, հենց Բեթխեհեմում են անում, Սուրբ Հակոբ վանքում եկեղեցում առավոտ լուսաբացին 7-8-ին ենք պատարագ անում ջրորդնեք, Քրիստոսի գերեզմանի վրա էլ է պատարագ արվում եւ ջրորդնեք, այսինքն միաժամանակ, որ տարբեր ժամերի նկատնում եմ, եւ ամսի 19-ին հունվարի բոլոր եկեղեցիները, բացի կաթոլիկներից, հույն, Ղպտի, Ասորի, Եթովփացի, բոլոր, որոնք հին բաները գնում են Բեթխեհեմ, այնտեղ կառավարությունը Իսրայելի հարմարություններ է ստեղծել, որ մարդիկ կարողանան մոտենան եւ ջուրը օրհնեն։ Այսինքն արարողությունը արվում այնտեղ, ոչ թե պատարագ են անում, այ այնտեղ ոմանք էլ եկեղեցի ունեն, երևի եկեղեցում պատարագել են անում, չգիտեմ։ Իսկ մենք հայրս վերջում, ամենավերջում գնում ենք ամսի 24-ի նայած ժամանակ, տոներից հետո, մենք գնում ենք պարզ ժողովրդի հետ, ուխտավորներ են, եթե լինում մեզ հետ, գնում ենք պարզ ջրորդնեք ենք անում, արարություն ենք անում, Հորդանան գետն ենք։ Հետաքրքիր Հորդանան գետի մյուս ափը, որտեղ սահմանն է այդ Իսրայել
Հորդանան, Հորդանանի համայնքն է գալ իրենց հովիվի հետ, իրանք մյուս ափին են կանգնում, այդ ափն էլ շատ դեպքերում մի 15-20 մետր հեռավորություն է։ Իրանք էլ են մասնակցում, երգում են եւ մեր կողմից էլ Այսինքն Հորդանանի հայ համայնքը։ այո, հայ համայնքը գալիս են, հետո բանից հետո բոլորը գնում են ճաշարաններ կա, մասնավոր գնում նշում, հաց են ուտում միասին ու վերադառնում են արդեն Երուսաղեմ։ Սա մեր այն բանն է միշտ հիշեցնում Պետրոս գետադարձն է, չէ՞, որ ջուր օրտնում են, չէ՞, այդտեղ բանա աղավնի են բաց թողում, հետո ագրավը կա, արծիվը գալիս, թե ագրավն է, չեմ հիշում լավ պատմությունը, որ գետադարձ աղոթում է, գետը փոխվում է հոսքը, որ դրանով փաստում է ում ծնունդը ումը ճիշտն է, էլի, այդպես պատմություն կա։ Բայց դա իրական դեպք է եղել, թե դա ուղղակի պատմություն է։ Պատմության մեջ կա այդ բան։ Ինչու է անուն դրված գետադարձ։ Ես հունացիներից լսել եմ, որ ամեն տարի ինչ որ այդ գետադարձը լինում է, կատարվում է, տենց բան Չէ, կա։ այդտեղ գիտես, երբ որ անձրևներ են գալիս, շատ ուժեղ, հետո այդ ջուրը գալիս, այնտեղ սենց լայն տեղից գալիս նեղանում է, այդ նեղ տեղ է գալիս, ունտեղ շատ ղամիշներ, բաներ կա, ու այդ ջերը, որ հոսք ուժեղ գալիս, այդ տեղը սկսում է, այդ պահը, այդ տեղը սկսում է ֆռալ։ Այսինքն ոչ թե հետ է գալիս, սենց որ եռա, այտենց տպավորություն է, հույները բան են անում, պատրիարք իրենց կանգնում է, բերում են այդ պահին աղոթքի աղավնի են վարժված բաց թողնում։ Աղավնին գալիս է, նստում է պատրիարքի կամ գավազանին կամ սաղավարտին։ Մարդիկ կա տեսնում են, ասում են հրաշք տեղ ունեցավ, օրհնության ժամանակ երկնքից աղավնին իջավ, սա նշան է, հրաշք է եւ այլն, բայց սա պարզ բան է, նշանը ինչքան գիտեմ Ամերիկայում մեր Նյու Յորքի թեմում sense մի բան կար, որ աղավնի են բաց թողում մեր երջանկահիշատակ Թորգոն Պատրիարքը թեմի առաջնորդն էր Նյու Յորքում, տես նկար կար տեսել էի, աղավնիները գցել էին, եկել էր իր խույրի վրա էր նստել այդ նկարը։ Այսինքն ասենք հրաշք է տեղ ունեցել, աղոթքի ժամանակ Պատրիարքի գլխին բանը իջավ, աղավնի իջավ, հա։ Այսինքն սովորություններ են, դա գիտես ինչի նման է, Երուսաղեմ գալիս են Քրիստոս այդ քարը կա պատանատեղին, որ խաչից հանեցին, դրեցին վրան փաթաթ բանով, չնայած այդ քարը ինքը այդ օրիջինալ քարը չի, դա կարևոր չի, մարդիկ բերում են ուխտավորները անուշադ յուղ են լցնում վրան։ Իսկ ուրիշ ուխտավոր գալիս է, ասում է, վայ, ես քարի մեջից յուղ է դուրս գալի ու այդ տարածում են, հրաշք է տեղի ունեցել։ Այսինքն շատ sense բաներ Ինչպես նաև ճրագալույցի համար էին ասում, որ ճրագը վերևից է իջնում, մենք այդ ճրագը վերցնում ենք, բաժանում ենք, հունացիները տենց էին, չէ՞ տարածում։ Թորգոն Պատրիարքը ուրեմն Մոսկվայի գիրք գնեցի լույս արարության մասին եւ նկար էին դրել Թորգոն Պատրիարքը այդ վերևի պատշգամբից մոմերը որ բերում են ինքը վերևից օրհնում է Պատրիարքը ու նկար էր գրել հայոց Պատրիարքի ձեռքի մեջ հրաշքով լույսերը բան մոմերը վառվեցին տարա Պատրիարքին ցույց տվի ծիծաղած այսինքն հրաշքի բանն է էլի էֆեկտը դրա համար մարդիկ, որոնք սենց որոնում են ինչ-որ հրաշք, շատ աչքերը կտեսնի այդ հրաշքները, էլի նշան կտեսնի, տերևը ընկավեց, շարժում եղավ, ու այդ ջուրը, որ շարժվում է, երբ որ մեծ հորդահատ անձրևներ են գալիս, ջուրը տակնու վրա գալիս, այդ նեղ տեղով սկսում է խառնվել, սենց, այսինքն դառնում է, էլի, խուճուճ բանա։ Ու խնդիրը կայանում է նրանում Հայր Սուրբ ջան, որ մարդիկ Կետ մի զարհուրի չէ, ասում է, հա, քո արարիչն է։ մարդիկ գնում են այդ հրաշքների հետևից ճշմարիտ Քրիստոսին մոռանում են, այդ է խնդիրը մեզ մոտ։ Հայր Սուրբ ջան, շատերի համար Հիսուս Քրիստոսի ծնունդը սենց գեղեցիկ ավետարանական ինչ որ սենց մի տոնախմբություն է, պատմություն է, բայց եկեղեցու համար դա շատ մեծ նշանակություն ունի, ավելի շատ այդ իրադարձության մասին կուզեի խոսեինք, ավելի խորացված, եթե կարող էիք բացատրել։ Եկեղեցու համար բոլոր տոները կարևոր են, նաման, որը կախված է Քրիստոսի տնօրինության, այսինքն տնօրինական հարցերի հետ, որը մեզ համար փրկչագործություն է։ Եթե ինքը միայն ծնվեր, չխաչվեր, հա,
փրկություն չէր լինի։ Եթե մի տեղից օդից հայտնվեր գար խաչվեր, նորից փրկություն չէր լինի։ Եթե խաչվեր հարություն չառներ, նորից փրկություն չէր լինի, հա։ Հարություն առներ, բայց չհամբարձվեր, փրկություն չէր լինի։ Համբարձվեր եւ այդ հույսը տար, որ գալու է, նորից փրկություն չկա։ Դրա համար այդ ամեն ինչը եկեղեցին համակարգել է, տեղադրել է ամեն ինչը, որ մեր փրկության համար դա կարևոր մի բան է դառնում, պատահական չի։ Օրինակ, վերցնենք հայ եկեղեցու տոնացույցը մի քիչ ուրիշ ձև է։ Դարերի ընթացքում մեր եկեղեցու հայրեր են հղկել, պատրաստել են, ի վերջո այն ունենք, ինչ որ ունենք։ Օրինակ, մեր տոնացույցը, մեր հավատքը աստվածակենտրոն է։ Այսինքն ամեն ինչ Աստծո շուրջն է դառնում։ Դրա համար Կիրակի օրերը, որը Կիրակի օրը ինչ է, հունարեն բառ է, Կիրիակի, չէ՞, մենք էլ ենք հայերեն Կիրակի ենք ասում, որը հունարեն բառ է, որը նշանակում է Տերունի օր, Տիրոջ օրը, որը Կիրակին է, այսինքն մեկ շաբաթը, միաշաբաթը։ Հա, այդ Տերունի օրը ինչու, որտեվ այդ օրը հարություն առավ Տերը եւ էդի խորհրդանշում է 8-րդ օրը։ 8-րդ օրը, որը նոր դար է, այսինքն 7 օր, Աստված 7-րդ օրը հանգստացավ, ինքը մտավ գերեզման հանգիստ արեց եւ 8-րդ օրը հարությունն է։ Հիմա մենք հարության մասին չենք խոսում, բայց մեկ-մեկ կարող անդրադառնանք։ Ուրեմն այդ տոնախմբություն այդ ամեն ինչը շատ կարևոր է մեզ համար, որ եկեղեցին հաստատել է։ Ուրեմն բոլոր Կիրակի օրերը մեզ համար Տերունի տոներ են։ Տերունի օր դա բանն է, հարության տոնն է, Քրիստոսի հետ կապված, դա Աստվածածնի հետ կապված տոներն են, խաչի հետ կապված տոները եւ եկեղեցու հետ կապված տոները բոլորը Կիրակի են։ Կիրակի են բացառությամբ օրինակ ծնունդը։ Ծնունդը մենք ֆիքսել ենք 6-ին, կարող է ժամանակին մերոնք էլ Կիրակին անեին, մոտ Կիրակին 6-ին, բայց որ այս աստվածաբանական խնդիրները, կարևորությունը մերոնք դա դրել են եւ արդեն մեր հայրերը, որ խորանում են, մի քիչ գիտեք, երբ որ ուրիշների հետ բանավիճում ես, ինքը քո հետ երբ որ լեզվակռիվ է տալիս, այսպես ասեմ, աստվածաբանական, դու պետքա փորձես իր լեզվով, իր ոճի մեջ խոսաս։ Օրինակ Տաթևացին խոսում էր այդ ժամանակվա ընդունված դասական, դպրոցական կամ սխոլաստիկ ոճով։ Դրա համար ինքը երբ որ իր գործերը որ տեսնում է, շատերը չեն հասկանում, կաթոլիկ այդ վաղտ ընդունված փիլիսոփայական ոճն էր խոսալու։ Ու Տաթևացին դրա համար շատ բաներ եւ Իրանից առաջ հետո այնպես մանրանում են 6-ը հունվարի, որովհետեւ Աստծո արարչագործությունը 6 օր, պատահական չի մենք այդ օրը կարդում ենք Ծննդոց գիրքը, արարչագործությունն ենք հիշում, այդ սա իրար հետ կապված է։ Ու դրա համար գալով հունվարի 6-ը մենք պահել ենք ոչ թե մոտ Կիրակին, ինչպես օրինակ վերափոխումը, չէ, Աստվածածնի 15-ին մոտ Կիրակին ենք անում, դեք օգոստոսի, խաչվերացը 14-ին մոտ Կիրակին ենք անում, հա, բայց ծնունդը մենք հաստատել ենք, որ պետքա լինի հենց հունվար 6։ Դրա հետ կապված են նաև ավետումը, որը ապրիլի 7-ին է, մենք Երուսաղեմ 5 տոմարով ապրիլի 29-ն ենք անում։ Դրա համար ապրիլի 6-ին գումարում ենք 9 ամիս եւ այնտեղ 5 օր անգնում, լինում է հունվարի 6-ը։ Ապրիլի 20-ին գումարում ենք 9 ամիս 5 օր, լինում է Հունվարի 19-ը։ 19, այս բաները կա։ Ուրեմն ինչու հենց դրա համար մեր եկեղեցին առաջի տոնը, որ սկսում է, դա ծնունդն է։ Ծնունդն է, ծնունդով նույնիսկ տոնացույցը, որ վերցնում ենք, առաջինը, որ բացում ես, դա Սուրբ Ծնունդ եւ Աստված հայտնությունն է սկսում առաջինը։ Ճաշու գիրքը, Ճաշոց ավետարանը, որ բացում ես, առաջինը այդ տոնն է սկսում։ Դրա համար հիմքը դրվում է, որտեվ Քրիստոսի ծնունդով է սկսում։ Հին ուխտի մեջ Աստված մարդկանց հետ խոսում էր տարբեր ձևի։ Այնտեղ նշաններով, բաներով եւ ի վերջո մարգարեների միջոցով էր խոսում, հրեշտակների մարգարեների եւ Եբրայեցիս թղթի մեջ Պողոս առաքել ասում է.
Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ, մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց որդու միջոցով։ Ամեն ինչի ժառանգ կարգեց եւ որի միջոցով ստեղծեց նաեւ դարերը։ Այսինքն սկիզբը դրվեց Քրիստոսի ծնունդը եւ մենք ասում ենք հավիտենականության մեջ ինքը ծնունդ է, հոր ծնունդն է, բանն Աստված, բայց ինքը սկիզբ չունի, ժամանակ չունի, այսինքն հավիտենականության մեջ, բայց ժամանակի մեջ ինքը սկիզբ ունի։ Այդ սկիզբն էլ հունվարի 6-ն ենք մենք դրել, դրա համար մեզ համար դա կարևոր է, պարզ holidays չի, ինչպես հիմա սկսել են տարբեր երկրներում, դա Սուրբ Ծնունդ վախում են ասեն, որպեսզի ուրիշ կրոների ներկայացուցիչներին չնեղացնեն, որ մարդիկ չնեղվեն, այդ օրը ոչ թե Christmas կամ Քրիստոսի ծնունդ, այ holiday, չէ՞, կարծեմ տես բան կա։ Այո, ասում են Happy Holidays։ Օր, այդ Սուրբ օրը ինչ կուզես կարաս անվանել, չէ՞, կարաս ուրիշ օտար ազգերի տոնել լինի Սուրբ օր, չէ՞։ Դրա համար ծնունդը դա հիմքն է եւ սկիզբն է, որովհետեւ Քրիստոսի ծնունդով այդ հին ուխտը մարգարեների միջոցով եւ այսօր էլ ծնունդով Քրիստոսի հիմք դրվեց փրկչագործությունը։ Եվ 30 օր հետ 30 տարի հետո այդ նույն օրը Քրիստոս գալիս է Հորդանան մկրտվելու։ Այսինքն ինքը 30 տարի Քրիստոս չկար, ինքը չէր երևում, ինքը երբ որ եկավ իր ժամանակը, ինչու հենց 30 տարեկանում, դա Ադամի տարիքն էր, որը Աստված Ադամին ստեղծեց այդ տարիքով։ Ու այդ տարիքով ինքը եկավ այդ առաքելությունը անելու, ինչի մեջ Ադամը ձախողվեց, էլի։ Բայց նաև դա իմաստուն էր, քանի որ ռաբիները իրավունք չունեին, չէ, 30 տարեկան միջև քարոզելու։ Դե էդ էլ կար, դա էլ գալիս է անդեղից, չէ, ասում է, որ դուք Ադամի հասակ, կատարյալ հասակին, դա եկեղեցու հայրերը ասում են, Ադամը 30 տարեկան հասակ մարդու կերպարով ստեղծվեց, ոչ թե երեխա էր, էլի մեծացավ, ինքը արդեն կատարյալ, դրա համար երբ որ ասում են երիտասարդ, 3-10, 30-ն է երիտասարդ, էլի, 20 տարեկանը չի, էլի, երիտասարդ։ Հայր Սուրբ ջան, երբ ասում ենք, որ Հիսուս Քրիստոսը եւ Աստված է եւ մարդ, ինչպես կարելի է դա հասկանալ առանց բարդ աստվածաբանական տերմինների, որ մարդիկ ավելի ճշմարիտ ըմբռնեն ու ճշմարիտ հասկանան։ Ինչպես հասկանան, որ Քրիստոս համ Աստված է, համ մարդ։ Հարցը ավելի հավատքի հարց է, գիտես, ուղեղի հարց չի, որտեվ դրա համար պատահական չի, որ մենք հավատամքում ասում ենք, մենք հասկանում ենք, քննում ենք, այ մենք հավատում ենք, չէ՞։ Հավատում ենք, որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, հա, հետո իր միածին որդին եկավ, մարմնացավ, մարդացավ, ծնավ կատարելապես, չէ՞։ Շատ դա կարևոր բաներ են, որոնք մենք հավատալիքի բան է։ Երբ որ սկսում է մարդու ուղեղը աշխատել ու ընկալել այդ ամեն ինչը, այդտեղ սկսում են բազում հերետիկոսություններ, շեղվածություններ, նույնիսկ կարա անհավատության բերի, որը մարդ չկարանա ընկալի, ըմբռնի, որտեվ բաներ կա մենք չենք կարող։ Մարդը սահմանափակ է, Աստված է, անպարագրելի է, բայց հետաքրքիրը անպարագրելին ուր կարա տեղավորվի խոնարհների մեջ, որը տիպարը Աստվածամայրն էր, չի ասում խոնարհությանս վրա նայեց եւ իր մեջ ընկալեց։ Սա նաեւ խորհուրդ է, որ երբ որ մենք խոնարհվում ենք, ընդունում ենք, որ հայ եկեղեցին սենց է դավանում, Աստված ամեն մեկին իր լեզվով, իր մակարդակի չափով կբացի։ Բայց կարելի է ինչ որտեղ խոսել այն սահմանների մեջ, որը մենք հավատում ենք, խոստովանում ենք։ Ուրեմն բանն Աստված Աստծո որդին էր, ժամանակներից վեր հավիտենականության մեջ ծնվել էր, որը սկիզբ չուներ, որտեվ այդ ծնունդը սկիզբ չուներ, մենք հավիտենականությունը ժամանակի ընկալումը չկա։ Հիմա կասեք ոնց։ Հիմա ես գիտեք ոնց եմ ասում, Արտուր, ասում եմ, կարաս ես հիմա մոտավորապես հիմա դու Բելգիայում ես, չէ՞, ես մոտավորապես քարտեզ եմ տեսել, չէ՞, աչկա չափով մոտավորապես կարամ ասեմ, դե մի 2000 կիլոմետր է ուղիղ գծով Երուսաղեմից ձեր մոտ, հա, բայց որ ինձ ասեն
երկինքը որտեղ է վերջանում։ Ուղեղը մարդու կարա մի քիչ բան լինի, էլի, չկարա տեղավորի։ Վերջ չունի, անվերջ է։ Դե անվերջը, բայց այդ անվերջը չի տեղավորում։ Դրա համար շատ բաներ կա, մենք դժվար է տեղավորել։ Մենք նորից գալիս ենք հավատում ենք։ Մենք հավատում ենք, որ բանն Աստված, Աստծու որդին եկավ ծնվեց Մարիամից, այսինքն իր արգանդի մեջ իջավ եւ Մարիամի արյունը վերցնելով մենք տենց ենք դավանում, իր արյունը մաքրեց, արյունը վերցրեց եւ այդ արյունից դարձրեց իրեն համար մարմին։ Սա է, ինչպես է դա, նորից եմ ասում, մեր հայրերը բացատրելի բանը փորձել են մի ինչ-որ բաներով բացատրել, որը քեզ հնարավորություն է տալի դա հավատալու։ Երբ որ դու սկսում ես քննել, ինչպես թե կինը հղիանա արգանդի մեջ առանց տղամարդու սերմի։ Մենք ասում ենք վերցրեց արյունից եւ 9 ամիս ժուժկալեց, համբերեց մոր արգանդի մեջ։ Այսինքն մեր եկեղեցին ասում է, որ 9 ամիս ինքը մնաց, բայց երբ որ ձևավորվեց, արդեն 40 օրական հղիի այդ սաղմը եղավ, էլի, այդ ձևի ասեմ։ Ոչ թե առաջի պահից, որ կինը հղիանում է, այդ ձևով չէ, 40 օրյա բանով։ Եվ ըստեղ ինքը ծնվեց Մարիամի որդի դառավ, որտեվ մարմին առավ, ոչ թե աղանդ կա, հերետիկոսություն կա, որ ասում է առերևույթ թաբար է Քրիստոս, այսինքն մեզ տեսնում ենք իլյուզիա, էլի, մենք տեսնում ենք, բայց ինքը չկա, հոգի է։ Բայց պատմականորեն պատմական գրերում կա, որ մարդը ծնվել է, Հիսուս Քրիստոս անձը ծնվել է։ Ու դրա համար մենք հավատում ենք, որ ինքը միաժամանակ եւ Աստված էր, եւ մարդ էր։ Բայց այդ Աստվածը ինչ որտեղ առանձին մարդ չէր ծնվել, որ եկավ իր մեջ բնակվեց։ Դա Նեստորն է ասում օրինակ։ Առանձին մարդ չէր, որ իր համար այնտեղ ծնվեց Մարիամից, հա, ու Հետո Աստված իջավ իր մեջ։ մկրտության ժամանակ իջավ մեջը ու ինքը դառավ Աստծո տաճար, Աստծո որդի։ Դա տենց չի, հենց այդ միացման պահը, երբ որ ինքը միանում է, կպնում այն, ասենց ասեմ, ինքը այդ Աստծո որդին նաև դառնում է Մարիամի որդին։ Այսինքն ինքը ոչ թե ուրիշ մեկն էր Մարիամի որդին, այլ ինքն է իրոք դառնում Մարիամի որդի, այսինքն հենց մարդու փրկությունը սկսում է այն ուղնուցուցից, էլի։ Մի Այո։ քիչ բարդ է, դրա համար Չէ, մենք բարձ դավանում չի։ ենք, ասում Ես են միացյալ կներես Տաթևացու դավանանքը ժամագրքի մեջ կա, որ ամեն առավոտ ընթերցվում է գիշերային ժամերգություն հրաժարեմքից հետո, որ ասում ենք հավատում ենք, այսինքն միացյալ մի բնությունն ենք։ Այսինքն մի բնություն, ինչու մի բնություն, որտեվ դա Քաղկեդոնի դավանանքը իրենք խոստովանում են երկու բնություն, դե հիմա այսօր այդ նյութը չի, որ շատ չծանրանանք, մի բնություն, ինչու մեր հայրերը բացատրում են հետևյալ ձևի, ասում է մարդը ունի հոգի եւ մարմին, հա, հոգին դա առանձին բնություն է իր ամբողջ բանով, մարմինը առանձին մի բնություն է, տարբեր են, այնի շոշափելի է, այնի անշոշափելի է, սա տեսնում ենք, սա չենք տեսնում, բայց երբ որ իրար միանում են, դառնում է մեկ մարդկային բնություն, բանն Աստված, Աստծո բնությունը միացավ մարդկային բնությունը, դառավ մեկ միացյալ բնություն, Հիսուս Քրիստոս։ Մենք սա ենք հավատում։ Իսկ թե այնտեղ երբ որ սկսում ենք բացատրել, դա տանում է հերետիկոսության ոսկե բերանի մոտ է կարծում, ասում է դու, որ ասում է չես կարող քննես Աստված երկինքն ու երկիրը ինչպես ստեղծեց, չէ, ոնց ձեռքով սենց խաղաց ձնագնդիկ պես բան կլոր երկրագունդը սարքեց, խոսքով ասեց այդ ոնց եղավ, եթե դու չես հասկանում, ասում է դու ոնց կարաս հասկանաս իր էությունը եւ իր մարտածումը։ Դա պետքա հավատանք, էլի, դրա համար հավատալա պետք, իսկ քննելը, ուսումնասիրելը թողեք վարդապետներին։ այո, ես ամեն ձևի համաձայն եմ, հայր Սուրբ ջան։ Ես կարդացել էի, չգիտեմ ինչքանով է ճիշտ թե սուտ, ասում է ինչ որ Քրիստոսի արյունը, չգիտեմ ինչպես, գիտնականները սկսել են հետազոտել, այսինքն իրանք չեն իմացել դա Քրիստոսի արյունն է, հետազոտել են, որպեսզի ճշտեն Քրիստոսի արյունը կլինի թե ոչ, ու իրանք հայտնաբերել են, որ 24 խրոմոզոմից է կազմված արյունը, իսկ նորմալ անձի մոտ 48 խրոմոզոմ է, այսինքն
հոր խրոմոզոմները եւ մոր։ Իսկ իր մոտ միայն մամայինն է եղել։ Գիտությունը, որը գիտես, Սուրբ Տաթևացին հետաքրիր բան ասում, ասում է հավատքը, դա մի ուժ է, ասենց ասեմ, որը քեզ միակնթարթ տանում Աստծո հետ է միացնում։ Գիտությունը դա մի ճանապարհ է, որը մոլոր, ասենց դառնում կարան գնի հերետիկոսությունների մեջ, կարա շեղվի, կարա, բայց ի վերջո գա ճշմարտությանը, բայց ուշ հասնի։ Գիտությունը նայ, քան 2000 տարի հետո եկավ գտավ այդ բանը, ֆենոմենը, հասկացա, որ դա իրական տենց է։ 2000 տարի էր պետք, որտեվ դե գիտություն էլ չկար այն վաղ, որ էդի հասկանար, բայց նորից շատ գիտնականներ կա, որոնք եկել են հավատքի, Աստծո գիտությամբ։ Ոմանք էլ հակառակը գիտությամբ Աստծուն են մերժել։ Այո, դա էլ է լինում։ Բայց հավատքը միակնթարթ տանում է դեպի Աստված։ Հայր Սուրբ ջան, մենք արդեն խոսեցինք այս թեմայի շուրջ, բայց կուզեի մի քիչ էլ ավելի խորանայինք։ Ինչու էր անհրաժեշտ, որ Աստված մարթանար։ Չէ՞ որ կարար փրկությունը այլ կերպ իրականացնել, ասենք Աստծո ձեռքն էր, ինքը կարող էր ուրիշ ձև էլ երևի իրականացներ։ Ես գիտեմ ինչու մարթացավ, բայց ինչի է մեզ հարցը տալի, որ դիտորդները մեր հասկանան, թե ինչի Աստված մարթացավ։ Մարդացավ, որտեվ նորից Սուրբ Տաթևացին ասում է Աստված կարար իր ուզած ձևով մարդկությունը փրկեր։ Բայց իր մարթանալը ցույց է տալի իր մարդասիրությունը։ Այն ինքը մարդ դարձավ, այսինքն այն արգանդիչ ճանապարհը սկսեց, որ գա հասնի մեզ, այսինքն այն ամբողջ ինչ որ մենք ապրում ենք, ինքը այդ ամեն ինչը անցավ, ապրեց, այդ ամեն ինչը տեսավ, ճաշակեց ամեն ինչը, որպիսի մեզ կատարյալ ձևի փրկի։ Ինքը ամեն բանի մեջ մտավ, ամեն բան ընկալեց, որպիսի մեզ փրկի։ Նորից ինքը կարար իր ուզած ձևով փրկեր, բայց այդ փրկությունը կլիներ նաև գիտես ինչ ձևի, ոնց որ դու զորով մեկին գաս փրկես, ինքը իջնում է ու սաղին փրկում է բոլորին։ Էդի ոնց որ բան է, իսկ ինքը եկավ իր սերը ցուցաբերելու, որ այնքան խոնարհվեց, որ եկավ մտավ կնոջ արգանդի մեջ։ Այսինքն այնքան երկնքից Պողոսն ասում է խոնարհվեց իջավ, էլի։ Այդ իր խոնարհությունը եւ սա մեզ էլ է շատ բան ցույց տալիս, խոնարհության Քրիստոսի ամեն քայլը, ինչ որ ինքը արել է, մեզ է ցույց տալիս, որ ինքը լինելով Աստված, ինքը խոնարհվեց, բայց մեր փրկությունը նաեւ սկսում է ինչից ավետումից։ Շատ կարևոր է, որովհետեւ ավետումը դա ինչն էր, որտեվ ով մեղանչեց առաջինը։ Եվան։ Բայց խենք ասում ադամական մեղք։ Եվան մեղանչեց, բայց ասում ենք Ադամն է մեղավոր։ Հա, Եվան ինքը բան արեց, բայց ի վերջո պատասխանատուն գլուխը Ադամն էր։ Տերը ինքն էր կնոջ, ասենց ասենք, չէ, խոսել են կարծեմ սրա մասին։ Այո, խոսել Ուրեմն ենք։ Եվան ինչու բան եղավ, ինքը հպարտությունը մտավ մեջ, ինքը ուզեց Աստված դառնալ։ Չէ, Եվան տեսավ սիրուն, ինքը ուզեց Աստված դառնալ, ասեց առաջինը ուտեմ, հիշեցնենք երկու խոսքով, առաջինը ուտեմ, որ Ադամը առաջինն էր, ես երկրորդն եմ, այս առաջին խելացին իմաստունը կլնեմ, Ադամն էլ ինձ հետևակ կլինի։ Տենց էլ եղավ, Ադամը կերավ եւ այլն ադամական մեղքը մտավ։ Հիմա փրկությունը, սենց ասենք, սկսեց կնոջով կործանումը մտավ, կնոջով փրկության ճանապարհը բացվեց։ Եվայով կործանման ճանապարհը սկսավ Ադամին տրվեց այդ պտուղ այդ ճան, Մարիամով սկսեց փրկությունը։ Մարիամը հակառակ Եվային արեց, խոնարհություն ինքը ցույց տվեց։ Այնտեղ ասում է ավետարանը, որ ինչի վրա նայեց աղախնը, աղախնու խոնարհության վրա նայեց։ Ինքը այդ պահին չխոնարհվեց, ինքը արդեն կյանքով խոնարհ էր, այդ 14 տարեկան աղջիկը այնքան խոնարհություն ուներ, դա Աստված տեսավ սիրտը։ Լիքը աղջիկներ կային, որոնք տաճարի մեջ պատրաստվում էին ամուսնանալու, բայց ինչու հենց իրան տեսավ, դա արդեն Աստված գիտի։ Չէ, Աստծո գործերը անքննելի է։ Այո։ Դրա համար այդ խոնարհությունն էր, որ ինքը ինչ է անում, այդ խոնարհությամբ, այդ ծնունդով, խոնարհությամբ բժշկում է Եվայի հպարտությունը, ծնունդով հանում է անեծքը Եվայի, որ ասում է
ցավով, տառապանքով կծնես։ Դե եկեղեցու հայրը ասում են Մարիամը առանց ցավի Առանց ցավա ծնել։ Ինչու, որովհետև մենք ասում ենք, չէ, որ Քրիստոս ծնվեց, Մարիամը կույս մնաց։ Ընդմիշտ կույս Մարիամ ենք ասում շարականները, չէ, չխախտեցան ուսության, որովհետև այդ կուսությունը, որ եթե ինքը կույս էր ծնվելուց, արդեն այդ արգելք անցնելուց, պատռելուց sense ցավեր կլիներ, բայց Քրիստոս անցնում ա մեջից, ինչպես մենք երգում ենք կույս գերեզմանից հարություն եղավ։ Խորհուրդ կա, կույս գերեզման, այսինքն մեկը չէր դրվել մեկ, չէ, ու քարով փակվել էր, ու Քրիստոս մեջից դուրս եկավ, հարություն առավ, գերեզմանի կնիքը չխախտվելով։ Շատ, այսինքն այնքան որ sense իմաստ բաներ կա հետաքրքիր։ Օրինակ Եսայի մարգարության կարծեմ առաջի գլխի մեջ sense մեջը բան կա, Տաթևացին ա դա բերում։ Ասում տեսա դպի գիրք կար կնքված, դեռ մեկը չէր կարդացել։ Ասում տեսա դպիր, որը հմուտ էր կարդալու, բայց ինքը չկարդաց, չբացեց։ Հետո այդ գիրքը տվեցին մի դպիրի, որը հմուտ չէր կարդալու, ինքն էլ չբացեց։ Տաթևացին ինչա բացատրում, այդ գիրքը կնքված Մարիամն է, տրվեցավում դպիրի, որը հմուտ էր կարդալու, ով դա Հովսեփն էր, որը ամուսնություն կյանք ուներ, հմուտ էր։ Եվ ինքը չկարդաց, այսինքն ինքը երբեք չմոտեցավ, այդ գիրքը փակված մնաց։ Եվ հետո այդ գիրքը տրվեց ում մի դպիրի, որը հմուտ չէր կարդալ, որը ամուսնական կյանք չուներ, ով էր։ Քրիստոս խաչի վրա ում տվեց Հովանեսին, Հովանեսին, որը ամուսնացած չէր։ ավետարանչին։ Հասկացար, որը էլի չկարդաց, այսինքն այդ գիրքը փակ մնաց։ Այսինքն Աստվածամայր այդ կուսությունը մնաց, դրա համար փրկությունը նաև, ասենք, սկիզբ առավ այդ ավետումից, այդ Աստվածածնի խոնարհությունից, որը պետք է ընդուներ Աստծուն, Արարչին եւ իր մեջ ընկալեր։ Եվ Տերը ինչ է ասում, հպարտներին հակառակ է կանգնում Եվային, չէ՞։ Դրախտից վտարեց, իսկ խոնարհներին իր շնորհն ա տալու։ Ասում ուր պետք է բնակվեմ, եթե ոչ խոնար հես սրտերի մեջ։ Ու սա խորհուրդ է, երբ որ մենք ենք խոնարհվում Տիրոջ առջև, ինքը բնակվում է, հաստատվում է։ Դրա համար ասում ով որ ինձ սիրի, ես եւ հայրս կգանք բնակություն կհաստատենք։ Այդ մարդը Աստծո կրողը կլինի։ Չեմ ասում ես իմ սուրբ կլինի, էլի։ Հիմա այդ թեման չի, բայց մարդը իր մեջ կրում է։ Դրա համար Քրիստոս եկավ նաև այդ իր ծնունդով ինքը բուժեց ամեն այդ process-ը ու որտեվ մեղքը երբ որ Ադամը գործեց, ասենց ասեմ, ապականությունը, մահը մտավ եւ այդ ադամական մեղքը մտավ մեջը։ Դրա համար Քրիստոս պետքա առանց ադամական մեղքի ծնվեր։ Նույն ձևի, ինչ որ Ադամը միջև դրախտի մեջ էր առանց ադամական մեղքի, ասենց ասեմ, հա։ Ու Ադամը անցավ փորձություն, որը չհաղթեց, այսինքն պարտվավ սատանայի կուտը կերավ եւ պարտվեց, հա, բայց Քրիստոս եկավ նույն վիճակը, ինչ որ Ադամը առանց մեղքի, առանց ադամական մեղքի ինքը ծնվեց կույսից։ Դրա համար կույս Մարիամի արյունն ա վերցնում, որի մեջ ադամական մեղքը կար, ուտեղ մաքրեց այդ ադամական։ Չնայած ոմանք ասում են ադամական մեղքը ավելի Մարիամի մեջ մաքրվավ մոր արգանդի մեջ, սենց մի բան կա, կարծեմ։ Իսկ այդտեղ ինքը մաքրվեց նաև մնացած մեղքերից Մարիամը, ներգործական մեղքերից։ Ուրեմն դրանով Քրիստոս երբ որ այդ Աստված եւ Մարիամի արյունը, որ իրար կապնում են, այդ պայն սախ մաքրվում է եւ ինքը ծնվում է արդեն անապական, առանց կիրքերի, մեղքերի, գիտակցության, որը մենք ունենք։ Ու այդ պետք էր, որպեսզի հետո ինքը գա փորձության ու հաղթի սատանային, ինչ որ Ադամ։ Դրա համար Քրիստոս Պողոս ասում է առաջի Ադամ, երկրորդ Ադամ այդ զուգահեռներն ա տանում, ինքը եկավ նույն բանը արեց, որպեսզի հաղթահարի սատանային, եւ մենք, որ դրախտից վտարվել ենք, ի վերջո տանի ինչ անի, մեզ տանի ոչ թե դրախտ, ոչ թե դրախտ, Արքայություն։ ավելի բարձր տեղ տանի։ Ու ինքը այդ պետք է անցներ, որ գնար երկինք, ինքը գնաց նստեց, որպիսի մեզ, հետո ասում է, չէ, ասում է, ես գնամ ձեզ տեղ պատրաստեմ։
Այսինքն այդ բնությունը եթե ինքը չփրկեր, սենց ասեմ, չմաքրեր, չտաներ, չհաղթեր այս փորձությունները, վերև չգնար, մեզ համար տեղ չէր լինի այնտեղ։ Ինքը ինչ որ արեց, որպիսի մեզ հրգի ու տանի, էդի եթե մենք գիտակցենք մեզ համար ինչ արե Քրիստոս, դրա համար հայրերը ինչ են ասում, Աստված մարդացավ, Որպիսի մարդ աստվածանա, մարդ Աստվածանա, ոչ թե Աստված դառնա։ Դրա համար աստվածանա, Ադամը այո։ ուզեց հպարտությամբ Աստված դառնալ, բայց Բայց այսօր ինքը մենք արդեն երբ որ աստվածացած էր։ չէ, Աստվածացած չէր, ինքը ուներ այդ շանսը Աստվածանալու, բայց շանս էլ ուներ կորցնելու, որը եւ կորցրեց։ Դրա համար այսօր մենք երբ որ մկրտվում ենք, հաղորդվում ենք, Տիրոջ պատվիրաններով ապրում ենք, մենք այսօր կամաց այս ձևով Աստվածանում ենք, Աստված մեր մեջ է բնակվում։ Չի ասում, ով որ սիրի, պատվիրաններս կատարի, ես եւ հայրս կգանք կբնակվենք։ Խոնարհների մեջ եմ ես բնակվում, Տերը ասում է։ Դրա համար եթե sense ես ու դու վերցնենք, մենք մարդ ենք, ապականացու մեղքերով, դրթված գիրքերով ապրում ենք, պայքարի մեջ ենք, բայց եթե ձգտում ենք խոնարհություն, այդ խոնարհությունը շատ կարևոր է, մարդիկ մոռանում են։ Ու Տաթևացին շատ լավ է բացատրում, ասում է խոնարհությունը զղջումն է, զղջումը խոնարհությունն է։ Գիտես, եթե մարդ չի զղջում, ինքը խոնարհ չի կարա լինի։ Ինչքան էլ ձև ունենա, աչքերը իջսրած, համեստ, ձայնը մեկ-մեկ կան մարդիկ դες խոսում են, որ քեզ թվում է դու խուլ ես, թե ինչ է, էլի ասում ես, բայց դե ինքը խոնարհ է, չէ, պետք է նես ցածր խոսա, բայց մեջը ինչ կա, էլի, չես հասկանում, դա Աստված գիտի։ Դրա համար այդ խոնարհությունը, այդ զղջումն է, այս զղջացող մարդը ամենտեղ չի գոռում, զղջացեք, ապաշխարեք, ինքը իր զղջումը, իր բանով տանում է, որտեվ առանց Աստծու չի կարա ապրի, որտեվ ինքը գիտի, եթե մեղք է գործում, ինքը Աստծուց հեռանում է, ինքը Աստծուն վանում է, ցավ է պատճառում, ինքը անարգում է այն ամեն ինչ, ինչ որ մեր Տերը արեց մեզ համար, ու այդ մարդը տենց մտածելով ասում է, ես ինչ եմ անում։ Ու ինքը ժամանակ եւ հավես էլ չունի գնա գոռա ապաշխարենք, փրկվենք ազգը։ Դրա համար այդ ապաշխարությունը մարդու Աստծո հետ հանդիպու դա լռության մեջ է, այդ խաղաղության մեջ է։ Մարդիկ, որոնք գոռում են ապաշխարություն, այդ նյութը միշտ տար բան է, իրանք չեն գիտակցում զղջումը ինչ բան է։ Զղջացող մարդը ինքը նստում է իր դարդով է լացում, էլի, սենց ասենք։ Դժվար է խաղաղություն ձեռք բերել։ Դա փորձառություն, անկումներ, բաներ է, բայց կորցնելը շուտ ենք կորցնում։ Դրա համար այդ խաղաղությունը, որ այն հասկացող մարդը, որ ձեռք է բերել այդ խաղաղությունը, ինքը այդ զղջումով, այդ խոնարհությամբ պահում է էդի։ Ու ինքը չուզենա տարածվի, գնի այնտեղ ես իմ ինչ բաներ անի, գոռա կանչի, գիտես, որ այդ գոռում կանչում է, այդ սա կորում է, դա ուրիշ նյութ է։ Դրա համար Աստված, գիտես, Սատանան ինչ արեց, Ադամին գերի վերցրեց մարդու բնությունը։ Դրա համար հայրը տեսնելով իր որդուն աղարկում, որ սատանայի գերությունից ազատի իր զավակներին, իր արարչագործությունը, իր ստեղծված մարդուն, որպիսի փրկի սատանայի գերությունից։ Դրա համար եկեղեցում խորհուրդ տրվեց, Սուրբ խորհուրդ, դա ապաշխարությունն է, չէ, որ Խոստովան ասում է, դարձյալ տամ քեզի խորհուրդը Սուրբ եկեղեցվո, չէ, քահանան արձակում իշխանություն տվեց արձակել, որտեղ մարդ, որ մեղքի մեջ է, ինքը ընկնում է սատանայի կապանքների մեջ։ Ու մարդկությունը դժոխք էր գնում, սատանայի գերության մեջ էր։ Քրիստոս նաև դժոխքել իջավ։ Դժոխքել իջավ մարդկանց ընդից սատանայի գերությունից ազատեց։ Այսինքն, որ սես նայենք, Քրիստոս այնքան բան արեց, դրա համար ինքը եկավ Պողոս առաքյալի խոսքերն ասում է, դուք գնված եք ոչ թե ապականացու ոսկիով եւ արծաթով անգին տիրոջ արյունով եք գնված ու այդ արյունը որ թափվեց սատանայի ձեռքից մեզ գնեց դրա համար էր փրկությունը որ պետք էր ծնվեր որ մեր բնությունը բժշկեր ընդեղից իսկ եթե գար մեկ էլ հայտնվեր մի տեղից, հա, 30 տարեկանում, ինքը չէր բուժին մեր բնությունը, մեր ադամական մեղքը, ու եթե ինքը եկավ մկրտվելու, օրինակ ինքը պետք չուներ մկրտվելու,
ջուրը մտնելու, հա, ինչու եկավ, դա մի կողմից ինքը տարերքը մաքրեց ջրի մեղքից, մյուս այդ սատանայի իշխանությունից, մյուս կողմից էլ ինքը մեզի օրինակ ցույց տվեց, եթե ես եմ մկրտվում, որը պետք չունեմ, իսկ դուք պետք ունեք, դուք պետքա մկրտվեք, ինքը նաև օրինակ մեզ բերեց, էլի։ Դրա համար այդ տարերքը մենք 4 տարերք կա, չէ՞, հող, ջուր, օդ, կրակ։ Ինչու ենք մենք մեր երկրագունդը ինչ ենք ասում։ Ինչ բառ ենք ասում։ Տաթևացին ասում է ինչ է երկիրը։ Բաղկացած է ինչից։ Երկու իրից։ Հող եւ ջուր։ Դրա համար Քրիստոս եկավ ջրով մկրտվեց, որ ջուրը բժշկի, գերեզմանը դրվեց, որպեսզի հողը բժշկի։ Երբ որ համբարձվավ, օդն ու կրակը բժշկեց։ Այսինքն, այսին այս թեման ժամերով կարելի է խոսել, դրա համար Քրիստոս, նորից եմ ասում, շատ կարևոր մի բան էլ էս էլ անդրադառնանք, ինչից փրկեց մեզ, չէ՞, դա շատ մի կարևոր, արդեն Քրիստոսի անունը ի՞նչ է նշանակում, Հիսուս, փրկիչ, օծյալ փրկեց, մեզ փրկեց ինչից, մեղքից, որտեվ Մարիամին չէ ասում է, ինքը ահա անունը կդնես Հիսուս, չէ, որը կփրկի ժողովուրդը իրենց մեղքերից։ Այսինքն մեղքերից ո՞նց է փրկում, ադամական մեղքից է փրկում, բայց նախ ինքն է մեր բնությունը բժշկում, որ մեզի ուժ տա, որ մենք էլ մկրտության ջրով ադամական մեղքից բժշկվենք։ Այդ ձևով մեզ փրկում է մեղքից, բայց այսօր կա ներգործական մեղքեր, չէ, ներգործական մեղքեր, որը մենք արդեն սկսում ենք մեր բնության, խառնվածքի եւ բաներով, սա դեռ Քրիստոս չի բժշկե։ Ինքը սա տալիս է, որ մենք պայքարենք, մենք ազատվենք փրկիչի անունը կանչելով, որ ասում է, որ Տիրոջ անունը կանչի, նա կփրկվի։ Փրկվում։ Մյուսը անեծքից։ Ինչ անեծքը արդեն ասեցինք Ադամը, չէ, ասում է անիծյալ կլնես սա երկիրն ու հողը, չէ, չարքրտինքի մեջ Եվային էլ ասես դու պետքա ծնես ցավերի մեջ, ինքը բժշկեց այդ անեծքը հանեց, փրկեց մեզի եւ Մարիամի, այսինքն որդեց, այսինքն ծնվելով եւ բանելով այդ անիծքով, էլ հետո ասում է անիծված է ամեն մեկը, որը օրենքը չի կատարում հրեական բանի մեջ։ Եթե մի օրենք խախտես, դու անիծված ես։ Դրա համար Քրիստոս եկավ այդ անեծքը իր վրա վերցրեց։ Մեր փոխարեն օրենքը կատարեց։ Նույնիսկ թլպատվեց, ինքը կարիք չուներ թլպատվելու, բայց ինքը օրենքը կատարեց եւ ասում է կատարումն օրինաց եւ մարգարեից Քրիստոսի մեջ, ինքը այդ ամբողջ օրենքը կատարեց, որ մեզ ինչ անի, անեծքից ազատի։ Այսինքն եթե այսօր մենք էլ այդ օրենքը չենք կատարում, բանով մենք անեծքի տակ ենք։ Բայց Քրիստոս մեզ այդ անեծքից ազատեց, մեզ փրկեց այդ անեծքից։ Մյուսը սատանայի ստրկությունից ազատեց, չէ, այն աստիճանի ազատեց, որ ինչ արեց, նույնիսկ իշխանություն տվեց կողոտելու ամեն օծերի եւ կարիճների իմաստը, այսինքն սատանան արդեն տկար է ապականությունից, ինչպես ասեցինք, մեր մարմինը դեռ մենք հիմա ապականացու ենք, ես ու դու, հա, միա որ խոսում ենք մեզ նայողները, բայց դա Քրիստոս, որ ինքը մեզ փրկեց, դա արդեն ֆիզիկականի համար հավիտենականության մեջ է, երբ որ մենք հարություն առնենք, Քրիստոսի անապականությունը մեզ ուժ է տալի, որ մեր մարմինները անապական պետք է հարություն առնեն։ Այսինքն մենք ընդունելու ենք նույն մարմիններից, ինչ որ Քրիստոս ունի։ Չէ, այսինքն բանա լինելու ենք հոգևոր մարմին, ֆիզիկապես շոշափվելու է, այսինքն ձեռտվելը ուրվական չենք լինելու, բայց այդ բանը, այդ ուժն ենք ունել, պատի մեջով ենք անցնելու, ու սենց ասեմ, որ ավելի հասկանալ լինի, հա, օրինակ տարածքի բան չկա, կարող եմ այս բանը ասեմ, մի հատ թռնեմ գնամ գամ այդ ստուդիայում նստեմ իրար հետ ինտերվյու անենք, այսինքն մեզ ինքնաթիռ պետք չկա, օրինակ, չէ, այդ բանը, վիզա պետք չի, սենց ասեմ, այսինքն մարմինը այդ Այսինքն տենց բարձրագույն շնորհքներ ենք ստանալու Տիրոջից։
Հա, մարմինը փոխվելու է այդ ամեն ինչը։ Մարմինը այդ ապականությունից, բայց մենք այսօր որ ապրում ենք, եթե մենք այսօր ճիշտ ենք ապրում, ձգտում ենք ճիշտ ապրել, ընկնելով, վերնելով, մեր տկարություններով, մենք կարժանանանք այդ հարությանը։ Դրա համար հավատամքի մեջ ասում ենք հարություն չէ, մեռելներին դատաստան, նաև Այո։ հավիտենական, տանջանք մեղավորներին եւ կյանք հավիտենական։ Այսինքն, եթե մեկը արժանի չի լինելու, այդ երբ որ հարություն ենք առնելու, այն այծերը, որ աջ ձախ բաժանվել են, նրանք, որ արժանի են լինելու, իրենք օդի մեջ տիրոջ հետ կողքն են լինելու, իսկ այն նրանք, որոնք չեն փրկվելու, ասма մարմիններ իրանք էլ են հարություն, բայց այնքան ծանրացած լինելու մեղքի կիրքերով այլանդակված մարմիններ շատ տգեղ հոտած, որ տեղից չեն, այսինքն ծանրացած է, ցես նկարագրում են հայրերը, որովհետև այդ մեղքերը այդ յուղոտված sense ասեմ Ու էլի, իրանք այրվելու են։ հետո բայց չեն վերջանալու, ինքը տառապել է, բայց չի բրծնելու այդ մարմինը։ Ոչ թե կայրվեն կվերջանա, չէ։ Այսինքն հավիտենական են այրվել, Հա, հավիտենական կրակի մեջ։ այսինքն նայ հիմա սենց ասեմ, ձերքս միտեղ այրում եմ, հա, վերցնենք, ցավում է, տառապում եմ, բայց ես գիտեմ դեղեր եմ քսում, մի շաբաթ հետո էդի մոռանալու եմ։ Բայց պատկերացրու այդ մարդու վիճակը, որը դե միայն այդ ֆիզիկական կրակը չի, էլի։ Այդ վիճակն է, որ դու գիտես, դու սփոփանք չես ունենալու, էլի։ Հոգևորել ես այրվում, էլի։ Հա, հա։ Դրա համար մեզի տրվեց, մենք դեռ նայ Պողոս Առաքյալը ասում է, որ տարեր բանը արարչագործությունը մարմինը դեռ տառապում է, սպասում է փրկությանը։ Մեր մարմինները դեռ սպասում են, ինքը պոտենցիալ ունի փրկություն։ Հոգին փրկվել է, ադամական մեղքից ազատվել է, ներգործական մեղքերից ազատվում է, եթե ուզում է, հա, բայց մարմինը դեռ պետք է ինչ ճաշակի մահ, որովհետև Քրիստոս մահ ճաշակեց, մենք էլ պետք է ճաշակենք, Ու հետո հարություն առնենք։ որ հարություն առնենք։ Դրա համար մեր մարմինները դեռ գնում է այդ process-ը, Իսկ հարություն առնելուց այդ մարմնով երևի լինելու են 30 տարեկան, հա։ 30 տարեկան հասած, եթե երեխան մահացել է մի տարեկանում ու 121 տարեկանում մեկն է մահացել, ծերուկ պապիկ, իրանք բոլորը նույն տարիքին են, հասակին են։ Եվ այնտեղ հարության ժամանակ սերը, հասակը, տարիքը չի ընկալվելու, այ մարդիկ տարբերվելու են ոչ թե անունով կամ սեռով կամ ինչով, հա, այ տարբերվեն առաքինի գործերով, մարդու վրա երևալու է, թե ինքը ով է։ Ինքն է տնօրինում, եթե մենք հին ուխտը կարդում ենք, միջև Մովսեսի պահը, որ Մովսեսին կանչում է, չէ, կամ ավելի ճիշտ Մովսեսից առաջ անհատների հետ է Աստված աշխատում։ Որ sense մի հատ sense նայում ես, տպավորություն, որ Աստված կներես sense յանա տվե աշխարից, չի խառնվում, սատանան է իշխում։ Եվ իշխում են տարերքը, որտեվ Ադամի մեղքից բնություններ, կենթանական աշխարհ, բուսական աշխարհ, բնություն ամեն ինչը խախտվեց, ապականվեց, բայց Աստված միշտ նորոգում է, անդադ նորոգման process է գնալու, միջև որ նոր երկինքն ու երկիր ստեղծի։ Հասկացա՞ր։ Դրա համար Նոյան ժամանակ ջրեղեղ եղավ, էլի։ Ջրեղեղով մաքրեց, update արեց, ասված Պետրոս ասում է, այդ դրան կգանք կրակի բան, կխոսանք հələ մի հատ դրա մասին։ Դժողքից սատանան սաղին մարդիկ դժողքն էլ երկրագունդի մեջ էր։ Տանում էր այնտեղ, հոգիները գնում էին այնտեղ, արթարներով, բոլորը, որտեվ իրանք արժանի չէին, դրախտից վտարված են, իրավունք չունեին արքայություն մտնելու։ Դրախտից վտարված են։ Դրա համար Քրիստոս որ եկավ, ինքը խաչից հոգիով իջավ դժողք, դժողքի մեջ մարդկանց քարոզեց, իսկ միջև այդ ասում է Հովանես Մկրտիչը իջավ։ Այնտեղ էլ գնաց, պատրաստեց, ով որ հավատաց, ընկալեց, Քրիստոսը իրանց վերցրեց հոգիները, տարավ երկինք։ Դրա համար սատանային էլ այդտեղ այդ ատեից ազատեց մեզ, մեր հոգիները։ Ու սատանան այդ իշխանությունը այսօր չունի, ինքը դեռ այդ իշխանությունը ուներ, երբ որ Քրիստոսին եկավ փորձել, հիշում ես ինչ ասեց։ Ես քեզ կտամ ինձ երկրպագի, ես եմ ստեղի Տեր Տիրակալն, ասում է դե դու քո արևին երազ ես, մա քո երազած տղեն չես, էլի մտածում ես, դու մտածի որ ստեղ տենց ես, բայց
Այսօր ես եկել եմ իմ արարչակ, իմ ստեղծածը փրկելու։ Իսկ այն հին ուխտը, որ նայում ես Արտուր, իրոք միացած պատկերասա, նայում ես անհատներին էր մոտենում Աստված։ Այո, մարգարեներն էին էլի միա։ Չէ, միջև Մարկ, այն բաններ, Աբրամ, Իսաակ, Հակոբ, հետո Մովսես, ու հрьян Աստծուն չգիտեր Եգիպտոսում։ Մովսեսն էլ այդ Աստծուն չգիտեր։ Էսի մի ուրիշ նյութ է, իրանք պաշտում են, եսի ինչ ցուլ, մուլ բան էին պաշտում։ Եվ երբ որ Մովսեսին հայտնվում է, ասում է. Ես եմ Աբրամի, Իսահակի, Հակոբի Աստվածը։ Եթե ինքը այդ Աստծուն գիտեր, ինքը չէր հարցնի. «Էդ ով է, անունդ ի՞նչ է»։ Որտեվ ինքը զարմացավ, բայց Աբրամի, Հակոբի, Իսահակը իրանք ծանոթ չէին, մոռացել էին։ Հասկացա՞ր։ Դրա համար ասում է, ինչ ասեմ, գնա ասա ես եմ, որ եմ։ Գնա քարոզի ժողովրդին, չէ՞։ Եթե իրանք գիտեին, ինչու պետք է գնար, քարոզեր, խոսար, բացատրեր։ Մի հատ հարց տամ էլի Հայր Սուրբ ջան, որ այսքան հա թեմայից մի քիչ շեղվեցինք, բայց հենց այս շեղված հարցերից մի հատ տամ էլի, քանի որ հասել ենք ստեղ։ Իսկ ինչի էր հենց այդ ժամանակներում հենց այդ ցուլերի վրա գրած այն անունը, ինչ որ հիմա մեր մոտ այսօր ասենք Աստվածաշնչում ասում են դա Աստծո անունն է։ Նայ, այս Յահվե հասկացողությունը դա կռապաշտական չաստվածների թեմա է եղել, որ հрьяաները պատկերացրել են, որ Յահվեն իրանց աստվածն է, ցուլի պաշտամունքը Յահվե անունը շրջանառվում էր։ Ու երբ որ ինքը Աստված գալիս հայտ բացվում է, ու Մովսեսին տանում է Սինա լեռը բարձրացնում է 40 օր, սրանք իրանք գալիս են ինչի համար, որ Աստծուն զոհաբերություն անեն անապատի մեջ, չէ՞, ասում են փարաոնին, բաց թող մենք գնանք բան Աստծուն զոհաբերություն անենք, չէ՞, մեր Աստծուն։ Եթե իրանց մեջ ապրում էին, իրանց նույն աստվածներն էին պաշտում, հասկացա՞ր։ Իրանք բան էին անում, ասում են, հետ որ Աստվածն է։ Ու երբ որ գալիս են մեկ էլ Մովսեսը կորում է, սրանք ասում են, ախպեր, եկանք, այս Աստված մեզ ով ազատեց, դրին ցուլի պատկերը ստեղծին։ Իրանք գիտեին, որ այդ Աստվածն է իրանց սпасը, ազատողը։ Այսինքն իրանք հա չէին սպասում որ դա կենթանի Աստված է, իրանք էլի գնացել էին իրանց հին կռապաշտությանը։ Իրանք գիտեին այդ Աստված, որտեվ այդ իրանք ճանաչեն, ստեղ այդ նուրբ բանն է, ոչ թե իրանք մեկ են հեթանոս դառան։ Իրանք էին Աստված իրանց 40 տարի անապատով ման տվեց, տարավ ժողովուրդ դարձրեց, ինչ բան պետություն տվեց, տաճար տվեց, պաշտամունք տվեց, օրենք տվեց, իրանք մարդ չդառան, այսինքն մարդ Աստծու մարդ չդառան։ Ինչու, որովհետև այն բան կա, չէ՞, ասում աղջիկը գյուղից գնաց, գյուղը բայց մեջը մնաց, տենց էլ սրանք Եգիպտոսից ելան, բայց Եգիպտոսը իրանց մեջ միշտ մնաց։ Դրա համար իրանք անընդհատ գնում էին կռապաշտություն էին անում, որտեղ իրանք տենց էլ Աստծուն չճանաչեցին։ Դրա համար Աստված, երբ որ իրանք ընդունում ասում են դու Յահվեն ես, ասում է հա լավ, ես Յահվեն եմ, դուք ոնց ուզում եք ընկալեք, ու այդ բանով ինքը դաստիարակում էր իրանց, որpիսի իրանք հասկանային, եթե Յահվե է նույնիսկ, բայց այդ Աստվածը ինչ է ուզում։ Մի չկարող էսի տարօրինակ է հնչում, ասեք Յահվե, Յահվե, դի ես տենց մի վիդեո ունեմ, ռուսերենով է չնայած, եթե ցանկացողները կուզենան կդնենք, թող նայեն ընկերոջս հետ այդ թեմայով խոսել ենք։ Դրա համար Աստված իրանց բերեց, որ ի վերջո, այս նրանք չեն հասկանում, բերեց Քրիստոսին, իր միածին որդին։ Իր միածին որդին բերեց եւ իրան ասում են դու հորդ ցույց դու հերիք ասում ես կամ վախտը ձեր հետ եմ հորս չեք տեսե, ես անում եմ այն ինչ որ իմ հայրս է անում։ Դրա համար Աստված ինքը ուզեց փրկել իր մարդկությունը, դժոխքից փրկեց, մեղքից փրկեց, եւ այս ցույց տալով սա ոչ թե հրյա ժողովրդի պատմություն է, այլ Աստծո սիրո պատմությունն է։ Ինքը ոնց է հանդուրժե, համբեր է հրյա ժողովրդին։ Դե կարդում ես, ասում է, այսքան վաղ ներեցի, այս արեցի, ձեր հետ ուխտ ստեղծեցի եւ վերջում ասում է, ես նոր ուխտ պետք է ձեր հետ կազմեմ, ոչ թե այնպես այն ուխտի պես, այ նոր ուխտ։ Եվ այդ նոր ուխտը երբ հաստեղծում, երբ որ Տերը վերցրեց գինին եւ հացը, ասեց սա է իմ մարմինը նոր ուխտի եւ մեր հետ նոր ուխտ կնքեց։ Սա է, ու ով որ ընդունում է այդ նոր ուխտը, դառնում է իր հավատացյալը, իր ժողովուրդը։ Դրա համար Աստված
Մարգարեների միջոցով էր խոսում, հրեշտակների ու հրեաները չէին ընկալում։ Մարգարեներին ինչու էր սպանում իրենք։ Որտեվ ասում են, վայ դուք որ ձեր մարգարեներին եք սպանում, հետո էլ դամբարաններ եք սարքում, կեղծավորներ էլի։ Որովհետև իրանք չէին ընկալում, իրանք պատկերացնում են Աստվածը մեկն է, որը սուր առած պետք է սաղին փրթի սպանի թափի, բայց Տեր այնտեղ Նոյին ասում է, չլինի մարդ սպանեք, որտեվ ինքը իմ պատկերով է ստեղծված։ Հələ օրենք չէր տրված մի սպանիր Մովսեսին, չէ։ Այսինքն այդ քոչվոր ցեղից ինքը մարդ ժողովուրդ էր դարձնում։ Էլ եմ ասում, անապատով ման տվեց, որ գոնե այդ Եգիպտոսի այդ շորշոփը այդ բանը իրանց վրից դուրս բերի։ Հա, համել իրանք նոր սերունդ ունենան, որ սերնդափոխությունը լինի, որ այդ կռապաշտությունն է դուրս գա նոր սերունդով։ Դուրս գա, բայց էլի չընկալին, էլի այդ արյունը գենետիկ քաշում գնում էլի բաներ էին պաշտում, չէ, մտնում էին կռապաշտություն էին անում։ Ես որ sense նայում եմ, մենք էլ ազգովի կարելի ասել ինչ որ հեռացել ենք Աստծուց, կարելի է եւ այդպես ասել, որովհետեւ այսօրվա օրով երբ նայում ենք, մենք Սուրբ Ծնունդը նշում ենք որպես տոնակատարություն, ասենք շատերը դե իմաստն չեն հասկանում, ասում են դե փլավ եփենք, ոնց որ ասած Սուրբ Ծնունդը նշենք, տոնենք, կարմիր գինի խմենք, ինչպես նաեւ զատիկին են անում, էլի ձուն ուտենք, ասենք ինչպես անենք, որպեսզի մարդիկ, ասենք, կարողանան վերադառնան իրանց արմատներին, իրական իմաստը հասկանան ու իրական Սուրբ Ծնունդը նշեն ոչ թե ուտել խմելու համար, այլ Սուրբ Ծնունդը նշեն որպես իրանց նաև փրկության տոնը, չէ, որ իրանք փրկվում են այդ օրը։ Ես այս վերջերս մի երկու օր առաջ մի տեսահոլովակ պատրաստեցի, ով պետք է ապաշխարի, էլի։ Այնտեղ անդրադառնում եմ այդ թեմային ազգ հասկացողություն, հայ ազգ, բայց գալիս ենք այն բան, ես էլ եմ միշտ հայ ազգ խոսում, հայ ազգի, մեր ժողովուրդը եւ այլն, բայց այնտեղ sense մի նուրբ բան կա, էլի, որ ոնց ասեմ, այսօր հայ հասկացողությունը բազմաշերտ է, բազմադեմք է։ Այսօր հայ ազգ ասելով հայի մեջ կա հայ առաքելական եկեղեցու հավատացյալ, որը ինքը ապրում է ճիշտ մեր հայրերի պատվիրաններով, խրատներով, ավանդությամբ, սովորությամբ, ավետարանական պատվիրաններով, հա, սենց ասեմ, կա հայ եկեղեցու հավատացյալ, որը մկրտվել է, բայց ինքը եկեղեցու հետ կապ չունի, ինքը որի Աստվածը իր սրտի մեջ է, որը եւ այլն, որը ինքը գիտություն է, բայց ինքը մկրտվել է, բայց եկեղեցու հետ կապ չունի։ Օրինակ մարդ կա, երբ որ մենք մկրտում ենք, ինքը նաև երեխուն փոքրիկին հաղորդություն ենք տալի, ու այդ մարդը այդ դրանից մեծանում է, աթեիստ է դառնում եւ ինքը այլևս եկեղեցի չի գալիս։ Եկեղեցու կանոնով Տաթևացին ասում է, թե մեկը մի տարի չհաղորդվի ու մեռնի, իր ծուլության անհոգության պատճառով չհաղորդվի ու մեռնի, ինքը իրան որպես քրիստոնյա չթաղենք։ Տարեք, ես իմ ուր դուրսը թափեք, գցեք, բայց եկեղեցու գերեզմանատունը չէին թաղում։ Հիմա կա հայ, որը իրան ինքը համարում է անաստվածը, չի ընդունում, Աստված չկա ասում, ես չեմ հավատում Աստծո գոյությանը։ Կա հայ, որը ինքը աթեի, բանա, հեթանոս է, կռապաշտ է, ես իմ ինչա, բուդդիստ է, կրիշնայիտ է, իրենք տարբեր ցեղակրոն է, ինչ-որ ազգային բաներ։ Մյուսը աղանդավոր է, տարբեր, Եհովայի վկա կյանքի խոսք, ես իմ ինչ, մյուսն էլ քաղկեդոնական է։ Այսինքն հունադավան, կաթոլիկ եւ այլն։ Հիմա այս խոսքը մենք ում ենք ուղում, որ ճիշտ ձևի ապրի։ Հարց։ Հիմա դու ճիշտ ես փորձում ապրել, հարց եմ տալի քեզ, դու դպիր ես, հայ եկեղեցուն շապիկ ես հագնում, մասնակցում ես պատարագի, սենց հաղորդումներ ես անում։ Դու ապրում ես քո հնարության չափով, գիտակցությամբ ոնց որ պետք է։ Քո համար ծնունդն է կարևոր, չէ՞։ Հարցում, Իմ այո, համար ծնունդը, հարությունը, իմ համար ես հասկանում եմ նենց, որ մեզ համար, բոլորիս համար, այսինքն մենք ամեն օր այդ ծնունդն ու այդ հարությունը պետքա զգանք ու հասկանանք, որ մեղք չգործենք։ Այդ հիմա դրա մասին չեմ խոսում։ Ես ասում եմ, այդ դու հարցը ասես, ոնց անենք, որ մենք
Սուրբ ծնունդը որպես տոն լինի, ոչ թե ուտել խմել, այնտեղ կենացնել, չէ։ Դու տենց չես անում, չէ։ Հարց Չէ, ես տենց չեմ անում, ես եկեղեցում եմ անցկացնում։ Ասենք ամսի 5-ից սկսած մինչև 6-ի հա, հետո ընտանիքով գալիս վերջ, ես ավանդական կերակուրը դու պահքից ոմանք պահքեն, բան պահքից դուրս է այո, գալի, չէ, խտման եւ այլն։ Հիմա քո պես կարող է 1000 կամ 5000, 10000 մարդ կա աշխարհով կամ 100,000, որ այդ ձևի մտածում ապրում են։ Հիմա ես իրանց ինչ ասեմ, ասում դու պետքա բան անես, իրանց չէ, այսինքն ասենք այն մարդկանց, ովքեր ոչ թե հասկանում, այն մարդիկ, դե արդեն այդ մարդիկ հասկանում բոմ են, որ Քրիստոս, վառողներին, հա, էլի տենց կարելի ասել։ Այն չէ, այն մարդկանց, ովքեր ասում են Աստված իմ մեջ է, ես եկեղեցի էլ չեթամ, մեկը Աստծուց հավատում եմ, ես իմ Սուրբ Ծնունդը կնշեմ, իմ մի բաժակ գինին կխմեմ, դա արդեն մի քիչ չէ, հիմա այդ եմ ասում, այդ մարդկանց ասենք։ հիմա դրա համար մեզի այդ ձևի մարդիկ կարող այսօր չլսեն, օրինակ, հա, կլսեն այն հավատացյալ բաներն։ Հիմա մեզ համար շատ կարևոր է, ես հիմա իմ խոսքս ուղղում եմ հավատ նրանք, որոնք հավատարվոր եկեղեցի գալիս են։ Մեր պես մեղավոր մարդիկ են, տկարություններով, թերություններով, կարող մեզնից էլ ավելի սուրբ են, չգիտեմ։ Հա, իրանք գալիս են։ Իրանց համար ես ուրիշ խորհուրդ կտամ, որ իրանք ավելի զարգանան, այսինքն գիտելիքների մեջ աճեն։ Հասկացար, ավելի գիտելիքների մեջ զարգանան, որտեվ գիտես ինչ, հարությունից հետո մենք բոլորս նորից սովորելու ենք, հա? Մենք բոլորս սովորելու ենք, աճելու ենք անդադ, որտեվ Աստված անքննելի է, անըմբռնելի է եւ սահմաններ Անսահմանափակ։ չկա, ու մենք այդ հավիտենականության մեջ անընդհատ նոր բան ենք սովորելու։ Ինչ, չգիտեմ, այնքան բան կա սովորելու, բայց որ մենք այսօրվա դրությամբ մեր հավատացյալը այսօր վախում է բան սովորի։ Ես այդ խոսքն եմ ասում, որ պետքա գիտություն, մարդը գիտելիք ունենա, իսկ գիտելիքը դա նստի ուսումնասիրի, կարդա, չսպասի Հայր Ղևոնդը կամ մի ուրիշ հայ սուրբ Տեր Հայր եպիսկոպոս գա ինչ-որ բան խոսա։ Այ դուք էլ փնտրեք, դուք էլ ուսումնասիրեք։ Դու օրինակ այդ փորձում ես իրանց փոխարեն իրանց հարցերը, դու մտածում ես, որ իրանք ինչ հարց կտան, բերում ես այս հարթակի մեջ, հարթակի վրա, որ մենք խոսենք, բացատրենք, բայց դուք էլ պետք է աճեք, դուք էլ զարգանաք։ Այս ինչ որ այսօր ասացի, քո համար էլ էր հայտնություն, բայց շատերի համար էլ կարող է նորություն լինի, սենց ասեմ, հա, նորություն լինի եւ չեն լսե, ինչու չեն լսե։ Պետք է կարդալ, ուսումնասիրել։ Սուրբ գիրքը վեկալ կարդա, ասա Տեր Աստված, ես աղոթքով, խոնարհությամբ Տերը կբացի շատ բաներ։ Չեմ ասում աղանդավորի պես դառնանք, կարդանք Աստված ինձ հետ խոսեց, ինձ ասեց, այսօր այս բանը ինչ գիտեն, կարող սխալ բան ասես։ Դրա համար էլ արդեն քո գիտելիքը հարցումով դիմում ես մեկին, որը վարդապետ է, ավելի հմուտ է, փորձառու է եւ ունի այդ շնորհը։ Սենց ասեմ, էլի։ Ոչ թե որ մենք լավն ենք ձեզանից կամ ինչ որտե բանով, այ մեզի ինչ որտե շնորհ ա տրված Սուրբ Հոգիով։ Մենք էլ ենք պատասխանատու մեր խոսքերի, մենք էլ պետքա ձգտենք կարդանք, ուսումնասիրենք, բայց երբ որ անդադ գալիս ես նույն կարգավիճակի մեջ են մարդիկ, դու էլ ես սկսում դեգրադացիա հետ բան ունենալ, անդադ նույն բաները խոսելով, էլի։ Դրա համար մեր հավատացյալը ավելի պետքա Աստծուն ճանաչի, որտեվ նորից եմ ասում, էլի, մա ճաշակեցեք եւ տեսեք ինչ քաղցր է Տերը։ Իրոք էլի անդադ երբ որ դու բան ես նոր իմանում, մի հատ էս քաղցություն, ուրախություն ա։ Մի սահմանափակեք, Սուրբ Ծնունդը դա մի հատ պատարակից հետո գալ տունը գինի անել, չամիչով փլաֆ անեմ, թե առանց չամիչի, քանի հատ չամիչ գցեմ, գինին ինչ գինի, ձուկ ուտեմ, մածուն խմեմ, վրից չգիտեմ ինչ անեմ։ Էսի չի ծնունդը։ Ծնունդը տունորթնեկը չի, սեղանին ինչ դնենք, Տեր Հայրին ինչքան փող տանք, քանիսին կանչենք, ոնց անենք, սա չի էլի։ Այն մնացած մարդկանց, ես հիմա մեկը, որը գնում է ռուս եկեղեցու հավատացյալ է, հայ ազգի, կարող է ինձնից հայրենասեր է, օրինակ։
Ինձնից հայրենասեր մեկն է։ Ինքը գնում է ռուս եկեղեցում հունվարի 7-ին է տոնում։ Դե դրա մենք մոռացանք ասենք, որ դեկտեմբերի 25-ը հին տոմարով հունվարի 7-ն է ռուսների մոտ, հա։ Ինքը 7-ին է տոնում, հա։ Ինքը իր հովիվին է լսում, իր ռուս բատյուշկային է լսում, քարոզը, խրատը, գնում իրան է խոստովանվում, իրանց ձևով են սեղան գցում, ուտում, խմում, ես ասեմ, չէ, դուք սխալ եք, ասի դու ով ես ինձ տենց բան ես ասում։ Չէ, Չէ, ես ի նկատի չունեմ, որ իրանց ասենք, որ իրանք սխալ են, բայց դա մեր թերությունն է, որ իրանք գնացել են այնտեղ։ Դա մենք ենք թերացել, որ իրանք դու չէ, գտել են, որ այնտեղ մեր պես գնացել են այնտեղ։ վարդապետ եպիսկոպոսները, որոնք Դե բոլորս, բոլոր եկեղեցու ծառայողներս, ասма բոլոր մկրտված անձիկ պարտավոր են հիմա Քրիստոսի դու առաքյալ լինեն, դպրության չէ՞։ աստիճան ունես, 4 աստիճանն էլ ունես, չէ՞, 4։ Այո, Դե այո, դևեր չէ կարաս հալածես բա։ այո։ Դա դիվահար չեմ հանդիպել, որ հալածեմ, հա։ Այն Դե կինոն հիմա կա, էդի մենակ ասենք ասելով չի, պետքա մենք կարդանք, սովորենք, հասկանանք ոնց պետք է հիմա նայ։ անենք։ Դե ստեղ գիտես ինչն է, աստեղ գալիս ենք նրան, որ անպայման չեն մեկը գա հո գորան գնի գեդին թփրտա բանանի, չէ։ Ժամանակին տենց էր արվում, որտեղ տենց տպավորիչ էր մարդկանց մեջ, դա դևերի արտահայտությունն էր տենց, հա։ Բայց այսօր դևերը ավելի ուրիշ ձև են գործում։ Այդ հպարտությունը ամենամեծ դիվահարն է։ Բարկությունը, դու բարկացկոտ մարդու տեսել ես, որ կապտում է, էլի, ասես խեղտվում է իր բանը, դա դիվահարի վիճակ է։ Ու ինքը հետո նորմալ կարա հետդ խոսա, ու եթե դու օգնես այդ մարդը այդ բարկությունից ազատվի, հպարտությունից ամենամեծ դիվահարի բժշկությունն է, որտեվ առաքյալներ են ֆիզիկապես բժշկությունները, որ անում էին հրաշքներ էին գործում, բան Քրիստոս էլ չէ, դրա մեջ էլ նաև այդ խորհուրդն էր դրվում, որ այս հոգևոր հիվանդությունները բժշկի։ Այսօր դու կարաս գնաս, դրա համար Քրիստոս պատահական չի ասում, հիմա շատերը գան կասեն քո անով դևեր եմ հալածել, բժշկություններ եմ անում, կասի ես քեզ չգիտեմ։ Ուզում ասի դա կարևոր չի, եթե դու կարաս մեկին օգնես, հոգին փրկես, քո խրատով, քո համբերությամբ, այս է դիվահալած երդմեցուցիչը նաև էլի։ Դրա համար այսօր դևեր այդ որ տենց մարդիկ գոռում ընկնավորվում են, այսօր տենց բան կա, ռուսների մոտ է շատ այդ բաները մենք տեսնում ենք, որ հաչում են, թռվռում են, բան են անում, էդի տենց մի բան ա եղել, որ կոչվում է ռուսերեն կլիկուշստվը, որը նույնիսկ Պետրոս թագավորի մեծ Պետրոսը ռուսաց թագավորի ժամանակ սենց բաներ էին անում, որտեվ մարդիկ կային, դա հիմնական կանանց մոտ է, մեծամասամբ կանանց մոտ է, որտեվ իրանք խնդիրներ ունեն, ընտանեկան ամուսնու, ինքը անտեսված է, ինքը այս ձևով ինքը ուզում է ցույց տա, որ ինքը իրան, այսինքն իրան կարեկցեն, իրան հոգ տանեն, սաղկան գլխին հավաքվեն։ Օրինակ պարզ բան կա, այստեղ մենք մի հատ հայ ունենք, Աստված հոգին լուսավորի, մարդիկ պատմում են, ես եկա, դե հետո ինքը ինչ էր, նենց իրան հիմարություններ էր անում, որ իրան ծաղրեն, եւ ինքը մասնավոր էր անում ծաղրել, որտեվ ինքը մենակ էր, հա, որ իրան ուշադրություն դարձնեն։ Ինքը պատրաստ էր տենց բաներ, բաներ ծաղրանքներ կրելու, որ ինքը ուշադրության կենտրոնում լիներ։ Տենց էլ այդ կլիկուշստվան էր, որ այդեն հաչում էին, ցենց բաներ էին անում, ավելի ստրեսային բաներ ունեին, այն վիճակներ էր, որ այդ ձև էին արտահայտում։ Դրա համար Պետրոս թագավորը արգել էր, եթե մեկը տես բան անի, բանտ կգցեմ, որովհետև տարածված էր այդ բանը, էլի։ Ու միանգամից ասում են դադարեց այդ դիվային բաները։ Հիմա նորից է մեջտեղ եկած, մարդիկ հաչում են, գոռում են, ձեներ են հանում, բաներ են անում, կարող է մեջները լինի, բան չունեմ ասեմ, դիվահար բաներ լինի, բայց դևերը այտենց բան չեն անում, էլի։ Այսօր ամենա թաքնված մեծ դիվահարը այդ ամբարտավան հպարտն է։ Այդ ամենամեծ դիվահարն է, դա ամենադժվար բուժումն է դրա։